Պարոն Մխիթարյան, ինչպես է հաջողվում աշխատանքը իրականացնել կոալիցիոն, ասպես ասենք, համաձայնագրի, համաձայնության շուրջ ի վերջո։ Դե կոալիցիոն համաձայնագիր որպես այդպեսին չկա, որովհետև չկա կոալիցիա ու չկա ստորագրված հուշագիր, բայց աշխատանքները, ինչպես տեսնում եք, ընթանում են նորմալ, քաղաքապետը իր աշխատակազմը նոր սկսում է հունի մեջ մտնել, ինչը պարզ ու հասկանալի է։ Բոլոր այն հարցերը, որոնք մենք ունենք, առաջնային փորձում ենք լուծել հենց տեղում, խորհրդակցելով փոխքաղաքապետի հետ, բաժնի պետերի հետ, ներկայացնելով խնդիրները, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ եթե համարենք, որ մի ամիս է, իրական աշխատանքը տեղի ունենում, մեկ ամսվա ընթացքում ինչ հարց ներկայացրել ենք, շատ արագ արձագանք ենք ստացել, թե հարցի պատասխանի տեսքով, թե ժամկետների տեսքով, երբ այդ հարցերը սկսեն կարգավորվել, այնպես որ էական բան չեմ տեսնում, էլի, աշխատանք տեսնում եմ, որ սկսվել է աշխատանք կատարել։ Այն պարտքը վճարեցիք, որ Սարիկ Մինասյանն ասում։ Այո, իհարկե, պարտադիր։ Ես չեմ վճարել, ընկերներս են վճարել։ Իդեպ Երևանի քաղաքային իշխանության կողմից շարունակում են շահարկվել Գյումրու ընտրությունների արդյունքները, ընդհանրապես այն մարդիկ, ովքեր անցան հավաքանու կազմում, նաև վերջին նիստի ժամանակ քաղաքացիական պայմանագրի ղեկավարը, խմբակցության ղեկավարը հավաքանու, ասում էր գնացիք Վարդան Ղուկասյանի փեսային դարձրիք քաղաքապետ, հիմա էլ այս կոնտեքստում են։ Ես ընդհանրապես պաշտոնյաներին չեմ վերաբերվում, ով ում փեսան է, ով ում բարեկամն է, որովհետև այդ ԽՑԲ հասկացողությունը օրվա իշխանությունների, նախկին իշխանություններին վերաբերող հռետորաբանությունն է եղել։ Ես մարդկանց վերաբերվում եմ լավ մասնագետ, վատ մասնագետ, լավ աշխատող, վատ աշխատող սկզբունքով։ Քաղաքապետարանը քաղաքապետով եւ իր աշխատակազմով ընդամենը 1 ամիս է դեռևս աշխատում, իրենց աշխատանքի իրական գնահատականը ամբողջ աշխարհում ընդունված է գոնե 100 օր հետո նոր սկսել ինչ որ բաներ ասել, այնպես որ մենք էլ կառաջնորդվենք այդ սկզբունքով, այս պայի դրությամբ նորից կարող եմ ասել, որ ինչ հարց մենք բարձրացրել ենք կամ իսկ հարցեր շատ ենք բարձրացնում, մարդիկ ժամանակ են վերցնում, պատասխանում են, ժամկետներ են ասում, մենք էլ այդ ամեն ինչին հետևողական կլինենք։ Մխիթարյան, անդրադառնանք ոչ ավականու օրակարգին, վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը որոշել է իր սահմանադրական իրավունքը իրացնել կարծիք արտահայտելու վերաբերյալ եւ անդրադառնում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իր վերաբերյալ կարծիք են հայտնել, դուք էլ չեք առանձնանում, իր կամ իր ընտանիքի վերաբերյալ կարծիք հայտնելով, չնայած դեռ ձեզ չի անդրադարձել, բայց հնարավոր է ապագայում անդրադառնան, ընդհանրապես ինչպես հետևել եք, տեսել եք ինչպես է նախ մարդկանց անվանում եւ ձեզ ինչու է հիմա որոշել Աննա Հակոբյանը նման ձև խոսել։ Չգիտեմ ինչի է հիմա որոշել, կարող էր ավելի շուտ սկսել, դա կարող էր 2018 թվականի մայիսի 9-ից սկսել այդ ամեն ինչը անել։ Ես կօգտվեմ իմ Գյումրիի տղամարդու սահմանադրական իրավունքից եւ չեմ անդրադառնա տվյալ կնոջ պահվածքին, որովհետեւ կարծում եմ դրանով պիտի զբաղվի իր ամուսինը, էլի։ Բայց այնուամենայնիվ այդ խոսույթը ատելության, որը գեներացվում է, երկուստեք դատապարտելի չի պետք է լինի։ Ցանկացած ատելության խոսույթ կապ չունի դա ով է ասում, դատապարտելի է եւ իհարկե չի կարելի նման բան թույլ տալ։